Հոսանքի գինը չի իջնի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է առաջարկը։ Էլեկտրոէներգետիկական համակարգում կայուն սակագնային քաղաքականություն ապահովելու համար անհրաժեշտ է վերանայել ամբողջ տարվա կտրվածքով։ Իսկ Հայաստանի կանցանցեր ընկերությունը դիմել էր հանձնաժողովին գրությամբ եւ առաջարկել էր փոփոխություն կատարել 6 ամսյա կտրվածքով վերանայել հեծի սակագների հաշվարկը։ Ինչ որ իրենց մտքում ունենալով այսպիսի սցենար, որպեսզի իրենք փորձեն դա անել եւ վերագրել իրենց, կամ երկրորդը եղած գումարով կարողանան ընդհանրապես զսպել սակագնի աճը։ Այդ ամբողջ համակարգը ապահովելու համար, որպեսզի այն ունենա բարձր օգտակար գործողության գործակից, այդ համակարգը պետք է ավելի շատ արտադրի, բայց քանի որ սպառումը քիչ է, արտահանումը սահմանափակ է, արտադրանքը հետևաբար ՕԳԳ-ն համակարգի ցածր է։ Վահե Դավթյանը նշում է, Հայաստանի տնտեսությունը խարսխված է ոչ այնքան էներգատար հզորությունների վրա, 50-ից ավելին առևտուրն ու ծառայություններն են։ Մոդեռնիզացեց հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկը եւ դրան ուղղվեց մի քանի տարի առաջ պետական բյուջեից վարկ 60 միլիարդ դրամի չափով։ Դա ուրեմն ունեցավ 2.5 դրամի չափով ծանրաբեռնվածություն, այսինքն պարզ ասած սակագինը բարձրացավ 2.5 դրամով։ Այդ վարկը ատոմակայանի մոդեռնիզացման ուղղված վարկը սպասարկելու նպատակով։